Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, վստահեցնում է Պաշտպանության նախարարը։ Փոփոխության հիմքում ընկած է բանակի համալրման արդյունավետությունը։ Երկուսի փոխարեն 1.5 տարի են ծառայելու արդեն այս ձմեռ զորակոչվողները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ այս նախագծի ընդունումը նախընտրական քայլ չէ, սա կառավարության ծրագրի մի մաս է։ Վիճակագրությունը խոսում է, որ խաղաղության մեր ձգտումները եւ խաղաղության հասնելու մեր նպատակները հասարակության կողմից միայն ստանում են դրական լիցքեր եւ սա այդ քայլերից մեկը պետքա դիտել, որովհետեւ այս պահին իրականացնել այն քայլը, որը նաև կառավարության ծրագրում է, ժամկետի կրճատում, դա նշանակում է մենք արդեն պատրաստ ենք։ Դրա հիմքում դրված են վերլուծություններ, թվաբանություն, ծառայության բովանդակության փոփոխություն։ Իշխող ուժի падգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ առաջին դժգոհությունը զինվոր որդուց է լսել, որը զանգահարել է ու ասել, անարդար է, որ ինքը 2, մյուսները 1.5 տարի են ծառայելու։ Ես հանգիստյան ասացի, որ ցանկացած պահին, երբ որ դա ընդունվեր, դա դրանից առաջ կես տարի զինծառայության անցած զինվորներն ասելու են անարդար է։ Նույն ձև անարդար է այն տղան, որ 10 տարի առաջ է 2 տարի ծառայել, այնպես որ դադարի իր անարդարություն փնտրել այնտեղ, որտեղ չկա։ Հայաստանի սահմանային պաշտպանությունը մոտ 100 կիլոմետրով ավելացել է։ Նախարարությունը պետք է պաշտպանության ռազմավարական վերանայում անի, ասում է նախկին նախարարը։ Սեյրան Օհանյանը շարունակում է պնդել, որ ատեստացիոն համակարգն անհավասար պայմաններ է ստեղծում զինված ուժերում։ Հրամանատարը ստանում է, թող ստանա բարձր աշխատավարձ, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում, որոնք որ գտնում են սահմանում։ Անթույլատրելի է, որպեսզի պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ ու զգալի ցածր աշխատավարձ, քան բարեկը։ Այսօր ասել, որ պետքա բոլորինը համատարած բարձրացնենք աշխատավարձերը ու բանակում չունենանք մոտիվացիոն համակարգ, ես դրան դեմ եմ, եթե անգամ այդ ֆինանսական հնարավորությունը լինի։ Այդուհանդերձ բանակը քննադատելը դժվար է պաշտպանության նախկին նախարարի համար, որոշումներն ասում է պետք է ընդունվեն իրողությունից ելնելով։ Կուսակցական այսպես ծրագրերը մեկ այլ բան է, որովհետև ձեր կուսակցական ծրագրերով մենք ամբողջ Արցախ ենք կորցրել, բայց զինված ուժերի զարգացումը ապահովելը, կազմահաստիկային փոփոխությունները, կառուցվածքային փոփոխությունները եւ համալրումը այլ բան է պատրաստության հետ կապված։ Ղարաբաղի ճակատագրից երբ որ խոսում եք, մարդիկ շատ լավ հիշում են, որ ձեր քաղաքական թիմի գործողությունների արդյունքում նաեւ ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Ղարաբաղը լուծարվեց։ Բանակում ծխում է ժամկետային զինծառայողների 67%-ը, զգալի մասը սկսել է ծխել զորակոչվելուց հետո։ Հայկ Սարգսյանն առողջ ապրելակերպը խրախուսող առաջարկ ունի նախարարին։ Այն զինծառայողները, որ չեն ծխի, որպեսզի սրանով խրախուսենք չծխելը եւ նվազեցնենք այս հայտարարակ մեծ թիվը, նրանց հնարավորություն տանք ինչ որ ժամանակով ավելի շուտ զորակոչվել կամ ազատ արձակումներ տանք լրացուցիչ։ Ազատ արձակումների մասով գուցե քննարկելի է, խրախուսական նորմերը գուցե կիրառելի են, բայց ծառայության որևէ ժամկետ կրճատելը այս փուլում քննարկելի չէ։ Չծխող նախարարին էլ է այդ հարցը խիստ մտահոգում, սակայն բոլոր գործողությունները պետք է իրավաչափ լինեն։ Հայկ Սարգսյանի խոսքով այսօր բանակ են զորակոչվում հիմնականում անապահով ընտանիքի երեխաները, որոնց ծխախոտով ապահովելը լրացուցիչ ֆինանսական բեռ է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։